Սեռական առողջությունը մարդու ընդհանուր առողջության կարևոր մասն է, ուշացած եւ վաղաժամ սեռական հասունացում, խնդիրներ, որոնք պետք է անհանգստացնեն ցանկացած ծնողի։ Այսօր մեր թողարկման ժամանակ կխոսենք հենց այս խնդրից։ Կնոջ առողջության հիմքը դրվում է վաղ մանկական հասակում եւ դրա հիմնական պատասխանատուն մայրն է։ Մանրամասները տեսանյութում։ Ծնողները պարտավոր են հոգալ աղջկա առողջության մասին որպես ապագա կնոջ։ Հոգատարությունն իր մեջ ներառում է ճիշտ սնունդը, մարմնի եւ սեռական օրգանների նկատմամբ գրագետ խնամքը եւ ամենակարևորը դրանց մասին մայր-դուստր զրույցները։ Շատ կարևորվում է նորածնային հասակից ճիշտ սնուցումը, հատկապես աղջիկների համար։ Ռախիտը հանդիսանում է հենաշարժիչ ապարատի հիվանդություն։ Այն կարող է անուղելի հետքեր թողնել ողնաշարի վրա ընդհանրապես եւ մասնավորապես կոնքի վրա։ Ուստի շատ կարևոր է կրծքով կերակրումը, իսկ հետագայում էլ կերակուրների մեջ վիտամինների ընդգրկումը բնական հյութերի, ապա նաև բանջարեղենի եւ մրգի տեսքով։ Շատ կարևոր է նաև բավականաչափ մաքուր օդում երեխայի գտնվելը, թեթև, մաքուր, բնական հումքից պատրաստված եղանակին համապատասխան հագուստի կրումը։ Այս թվարկված բոլոր հանգամանքները աղջկա ճիշտ զարգացման եւ առողջության գրավականն են։ Դպրոցական տարիքում նույնպես պետք է հետևել, որպեսզի աղջիկը ճիշտ սնվի, հատկապես հետևել, որպեսզի սննդի մեջ գերակշռեն մրգերը, բանջարեղենը, կաթնեղենը եւ հնարավորինս քիչ լինեն ածխաջրերը, ճարպերը, քանի որ դրանք պատճառ են դառնում նյութափոխանակության խանգարման, իսկ դրա հետևանքով առաջ են գալիս ճարպակալում, դաշտանային ցիկլի խանգարումներ, մաշկային խնդիրներ։ Հատկապես կարևոր է ֆիզիկական ակտիվությունը։ Ֆիզիկական վարժությունները, զբոսանքները մաքուր օդում, էքսկուրսիաները, սպորտը նպաստում են մկանների ամրապնդմանը, որը հետագայում շատ անհրաժեշտ է հղիությունը կրելու եւ ծննդաբերության համար։ Ֆիզիկական ակտիվությունը նպաստում է մարսողական տրակտի նորմալ աշխատանքին, կանխում է փորկապությունը, ապահովում թոքերի լավ օդափոխանակությունը, լավացնում արյան շրջանառությունը, այդպիսով ապահովելով հյուսվածքները թթվացնով եւ կանխելով վարիկոզ հիվանդությունը։ Սեռական հասունացման խանգարումների դրա առաջացրած հետևանքների մասին կխոսենք էնդոկրինոլոգ Սուսաննա Ավետիսյանի հետ։ Բարի լույս, Սուսաննա։ Բարի առավոտ։ Որն է համարվում սեռական հասունացման տարիք եւ երբ կարող ենք ասել, որ խնդիր կա։ Սեռական հասունացումը երկրորդային սեռական հատկանիշների ձևավորումն է։ Աղջիկ երեխաների համար որպես սեռական հասունացման սկիզբ համարվում է 8 տարեկան հասակը եւ գնահատվում է կրծքագեղձերի մեծացումով։ Տղա երեխաների պարագայում սեռական հասունացման սկզբի տարիքը համարվում է 9 տարեկան հասակը եւ սա գնահատվում է ամորցների ծավալի մեծացումով 4 մլ եւ ավելի։ Կուզենամ նշել շատ կարեւոր մի հանգամանք, որ անոթափոսերի եւ ցալքի շրջանում մազակալումը դեռ չի նշանակում սեռական հասունացման սկիզբ, որովհետեւ վերոնշյալ հատկանիշները առաջանում են ի հաշիվ մակերի կամ ներկեղևում արտադրվող սեռական հորմոնների հաշվին, հետեւաբար կարող են վերոնշյալ հատկանիշները լինել անգամ այն երեխաների մոտ, որոնց մոտ բացակայում է սեռական հասունացման նշանները։ Երկրորդային սեռական հատկանիշների արկայությունը աղջիկ երեխաների մոտ մինչև 8 տարեկան հասակը, իսկ տղա երեխաների մոտ մինչև 9 տարեկան հասակը համարվում է վաղաժամ սեռական հասունացում։ Երկրորդային սեռական հատկանիշների բացակայությունը աղջիկ երեխաների մոտ 13 տարեկանից հետո, իսկ տղա երեխաների պարագայում 14 տարեկանից հետո համարվում է ուշացած սեռական հասունացում։ Իսկ ինչը կարող է լինել վաղաժամ եւ ուշացած սեռական հասունացման պատճառ։ Ինչպես բոլոր էնդոկրին պրոցեսներ, այդ թվում նաև սեռական գեղձերի աշխատանքը բարդ, բազմաֆունկցիոնալ ու շղթայակցված համակարգ է, որտեղ մասնակցություն են ցուցաբերում գլխուղեղի կեղևը, ուղեղի որոշ բաժիններ եւ ծայրամասային գեղձերը, այս պարագայում սեռական գեղձերը։ Հետևաբար ցանկացած խնդիր վերոնշյալ մակարդակներից որևէ մեկում կարող է պատճառ դառնալ վաղաժամ կամ ուշացած սեռական հասունացման։ Մասնավորապես ավելի մանրամասնեմ վաղաժամ սեռական հասունացման պատճառ կարող են լինել գլխուղեղի ուռուցքները, գլիոմաները կամ արտոմաները, գիդրոցեֆալիաները, որը գերջրությունն է, բարորակ կիստաները, արախնոիդալ կիստաները, վնասվածքները, գլխուղեղի ճառագայթումը, նեյրոինֆեկցիաները, մասնավորապես մենինգիտը, էնցեֆալիտը, ինչպես նաև պերիֆերիկ գեղձերում խնդիրները, մասնավորապես ձվարանների, ամորցիների ուռուցքները, ինֆեկցիաները, որոնք կարող են պատճառ դառնալ վաղաժամ սեռական հասունացման։ Նույնը կարող ենք ասել ուշացած սեռական հասունացման մասին, գլխուղեղի բնածին զարգացման արատները, որոնք հայտնի են կրանիոֆարինգոմաներ անվանումով, գլխուղեղի հիպոֆիզի ուռուցքները, ադենոմաները, տրավմաները, նեյրոինֆեկցիաները կարող են դառնալ ուշացած սեռական հասունացման պատճառ։ Ուշացման սեռական հասունացման պատճառ կարող են համարվել նաև մանկական ինֆեկցիաների էպիդեմիկ պարոտիտի հետևանքները, կարմրախտի հետևանքները,
Ծվարանի եւ ամորցների ոլորումները, վնասվածքները, բոլոր վերոնշյալ պատճառները կարող են հանդիսանալ վաղաժամ կամ ուշացած սեռական հասունացման պատճառներ։ Վերջերս հաճախ ենք լսում կարծիք, որ վաղաժամ սեռական հասունացումը առաջանում է հիմնականում սնունդներում առկա հորմոններից։ Որքանով է սա համապատասխանում իրականությանը։ Ձեր ասացի մեջ կա ճշմարտացիություն, կան որոշակի սննդամթերքներ, որոնք պարունակում են մեծ քանակությամբ կանացի հորմոններ, էստրոգեններ, եւ հետեւաբար տվյալ սննդամթերքների չարաշահումը կարող է երեխայի մոտ դառնալ պատճառ վաղաժամ սեռական հասունացման։ Եթե ծնողները ուշադրություն չդարձնեն, ինչ բարդություններ կառաջանան։ Բարդություններից մեկը հոգեբանական տրավման է համարում երեխայի մոտ։ Պատկերացրեք երեխան, փոքրիկ երեխա, որը հաճախում է մանկապարտեզ, բոլորը իր հասակակիցներն են, բայց երեխան ունի մեծ կրծքագեղձեր եւ ավելի ծանր դեպքեր, երբ երեխան տեսնում է դաշտան։ Երկրորդ խնդիրը, որին մենք առնչվում ենք, դա հասակի հետ կապված խնդիրն է, որովհետեւ սեռական հորմոնները, ինչպես նպաստում են միանգամից հասակի ավելացմանը, այնպես էլ փակում են աճման զոնաները։ Հետեւաբար երեխան կարող է միանգամից հասակ առնել եւ որից հետո հասակի կտրուկ կանգ եւ որից հետո գործ ենք ունենում արդեն կարճահասակության հետ։ Այս խնդիրները վաղաժամ սեռական հասունացման պարագայում։ Իսկ ուշացած սեռական հասունացման պարագայում նորից հոգեբանական մեծ տրավմա, որովհետեւ պուբերտատային հասակում երեխաները ամենազգայուն են, ամենախոցելին են եւ յուրաքանչյուր երեխա սպասում է իր մոտ յուրաքանչյուր փոփոխությանը, բայց այնինչ չկա այդ փոփոխությունը, կրծքագեղձերի մեծացումը, մասակալումը կամ տղաների պարագայում ամորցների մեծացումը, ձայնի խրպոտությունը եւ այլն եւ այլն։ Այս պարագայում հոգեբանական մեծ տրավմա է երեխան ենթարկվում եւ երկրորդը, ամենակարևորը, մենք հետագայում բարձր թողի պարագայում գործ ենք ունենում չվերության հետ։ Իսկ ինչ կարելի անել այս խնդիրներից խուսափելու համար։ Խնդիրներից խուսափելու համար որ կտայի ծնողներին դինել ավելի ուշադիր, ավելի զգոն, ճիշտ ժամանակին դիմել ճիշտ մասնագետի։ Շատ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալ եմ եւ ես ձեզ հրավերի համար։ Առողջության մասին պետք է հոգ տանել վաղ տարիքից։ Յուրաքանչյուր բաց թողում հետագայում կարող է լուրջ բարդություններ առաջացնել։ Առողջ եղեք։